Մանյան։ Հա, Մարիա Կարապետյան, կներեք, իմ մոտ նշված է, որ հանել եք։ Շնորհակալ եմ հարգարժան փոխոսնակ։ Տիկին Յոլյան, ձեր ելույթին զուգահեռ ես սկսեցի ձեր արտաբերած բառերը փնտրել ձեր նախընտրական ծրագրում։ Փնտրեցի տեղական ինքնակառավարում բառակապակցությունը չգտա։ Փնտրեցի արև, արևային կայան, ջուր, ջրային, ջրամատակարարում չգտա, համայնք բառը չգտա, տիմ բնականաբար չգտա, ասեն արդեն ասացի, գյուղ բառը գտա, գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնում, որը էլի այնուամենայնիվ չի վերաբերում ձեր ոլորտին, մթերման կայաններ չգտա, չնայած որ առանձին տենց քարտի տեսքով ունեցել եք այդ ծրագիրը, դա էլ չգտա։ Ինչով եք սա բացատրում, որ ձեր նախընտրական ծրագրում այս հանձնաժողովի ոլորտին վերաբերող գաղափարներ, ծրագրեր չկան եւ բնականաբար չկան նաեւ դրանց թվային արտահայտությամբ։ Ընդ որում ասեմ, ընտրողաբար չեմ մոտեցել, բայց նաեւ այս նույն բառերը մեր ծրագրի եւ կառավարության ներկայացրած ծրագրի մեջ փնտրել եմ, այնտեղ դրանք կան թվային արտահայտություններ եւ որի համեմատ ձեր հանձնաժողովը պետք է կառավարության ծրագրի կատարումը եւս վերահսկի։ Ուզում եմ հասկանալ, դուք ձեր նախընտրական ծրագրի կազմանը մասնակցել եք թե ոչ եւ կարող եք մտաբերել, գուցե այլ բառերով եք գրել ձեր հանձնաժողովի տիրույթում գտնվող ոլորտների մասին, բայց ծրագրի մեջ որոնելի գտնելի նախադասություններ, որպեսզի հասկանանք, թե դուք ինչ եք խոստանում Հայաստանի ժողովրդին նախընտրական փուլում։ Շնորհակալ եմ։ Արգելի գործընկերներ, մի հուշեք։ Ուժեղ Հայաստան։ Տիկին Հովսեփյան, լռություն դալիճում։ Ուժեղ Հայաստանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ուժեղ ծրագիր, որի առանցքում նաև մի քիչ առաջ ձեր գործընկերոջ կողմից հարց եղավ գյուղատնտեսության զարգացման հետ կապված, երբ որ մենք առաջարկում էինք մթերման կայանների օրինակներից մեկն եմ բերում, բոլորը հերթով կարող են բերել, եթե ժամանակի մեջ տեղավորվեմ։ Մթերման կայանների մասով առաջարկում էինք տեղական տնտեսության հստակ մեխանիզմ, որը եւ տնտեսական հնարավորություն պիտի բերի համայնքին եւ համայնքի բնակչին, ազդեցությունը ներքևի օղակից դեպի վերև։ Տիկին Կարապետյան, մենք նորաստեղծ կուսակցություն ենք եւ ընդհանրական լայն իմաստով Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլականը ներկայացնելու իմաստով կարող ենք մեր պատկերացումները հստակ ձևավորել, բայց այդ չեմ հասկանում, թե ինչպես դուք որպես գործող իշխանություն Հայաստանի Հանրապետության 26-31 թվականի ռազմավարական ծրագրում տեղական ինքնակառավարման մասին մի նախադասություն անգամ չեք ներառել։ Դուք ինչպես եք պատկերացնում Հայաստանի Հանրապետության զարգացումը, եթե տեղական ինքնակառավարման մասին, Հայաստանի Հանրապետության համայնքների մասին մեկ տող անգամ չունեք ձևակերպած։ Ավելին ասեմ, ես երբ որ ուսումնասիրում էի ձեր 21 եւ 26 թվականների ռազմավարական ծրագիրը, այնտեղ բավականին համապարփակ նկարագրված էր տեղական ինքնակառավարման մասով եւ ծառայությունների ապակենտրոնացման եւ ֆիսկալ ապակենտրոնացման եւ համայնքների տնտեսական զարգացման նախ ոչինչ չի արվել, օրինակ ես էլ հարց ունեմ նախորդ ձեր գործընկերը, ով որ ղեկավարել է այս հանձնաժողովը, այդ կետերը, որ որևէ բան չի արվել, ինչով պայմանավորված չեն արվել։ Ես կխնդրեմ դուք նախ այդ հարցին պատասխանեք, որպես իշխող կուսակցություն ձեր 5 տարվա առաջիկա ռազմավարության մեջ ինչի որևէ նախադասություն չկա տեղական ինքնակառավարման մասին։ Դա շատ լուրջ հարց է իմիջայլոց։ Հարգելի գործընկերներ, կներեք էլի 1000 ներողություն, որ ստեղ բովանդակային միջամտություն եմ անում, 1000 ներողություն, բայց ստեղ ֆորմատը հետևյալն է։ Այնտեղ նստած մարդիկ հարց են տալիս, Տիկին Յոլյան, դուք այդ հարցին պատասխանում եք։ Ֆորմատը ինչի, որ այնտեղ նստած մարդիկ հարց են տալիս, հետո դուք այդ հարցին չեք պատասխանում եւ դուք եք հարց տալիս։ Չէ, բայց սա հանրային նշանակության շատ կարևոր հարց է, դուք ընդհանրապես հանել եք ծրագրից համայնքների մասին դրույթը։ Տիկին Յոլյան, ամեն ինչ ընդունում եմ, բայց ֆորմատը հետեւյալն է, падգամավորները ձեզ հարց են տալիս, դուք որպես տեխնացու պատասխանում եք։ Էդ է ֆորմատը։ Արձագանք։
Տիկին Յոլյան, ձեր նախընտրական ծրագրում չկա սուբվենցիա բառը, ձեր նախընտրական ծրագրում չկա ճանապարհ բառը։ Մենք կարող ենք մտքերի փոխանակության ընթացքում բոլոր նախադասությունները հերթով ներկայացնել, բայց թեման փոխում եմ, ուշադրություն։ Անընդմեջ խոսում եք, որ անցյալում արատավոր երևույթներ են եղել եւ Հայաստանը 2018-ին թռիչքաձև փոխելու հնարավորություն ուներ, բայց ոչ մի կերպ չեք կարողանում ընկալել, որ այդ անցյալի արատավոր երևույթների մասշտաբայնությունը այնքան մեծ էր, որ ուղիղ կապ ուներ, օրինակ բանակցային գործընթացում արատավոր երևույթները պատերազմի սկզբի հետ։ Բանակում տիրող արատավոր երևույթները պատերազմի ընթացքի եւ ելքի հետ։ Ոնց եք կարողանում մի կողմից, գուցե ասեք, չէ, ես տեսնում եմ կապը, այո, անցյալի արատավոր երևույթները Հայաստանը հանգեցրել է անդունդի եզրին էին, եւ ոչ թե թռիչքաձև որևէ բանի շանս կար, այլ ինչ որ իրավիճակներ կառավարելու անհրաժեշտություն կար։ Գոնե այդպես դա ձևակերպեք։ Ոնց է ստացվում, որ անցյալի արատավոր երևույթների եւ պատերազմի միջև կապը վրիպում է ձեր համակ ուշադրությունից։ Տիկին Կարապետյան, հիմա էլ եմ նույնը կրկնում։ Դուք ունեիք բացառիկ հնարավորություններ ոչ միայն այդ արատավոր երևույթները արմատախիլ անելու, այլ նաև Հայաստանի թռիչքաձև զարգացման ընթացքը ապահովելու համար։ Ես շատ հեռու չեմ գնում։ Ընդամենը մի քանի օրերի իրադրություն եմ ուզում ներկայացնել։ Պարզվում է Հայաստանի Հանրապետությունում ձեր կողմից սեփականաշնորհված իրավապահ համակարգը կարող է մարդուն ոչ թե մի քանի օրվա, այլ մի քանի ժամվա ընթացքում ունեզրկել։ Ամբողջ սեփականությունը խլել։ Հետևաբար ես ձեզ հարց ունեմ, իսկ ինչով էիք զբաղված 8 տարիների ընթացքում, եթե դուք կարող էիք թալանը ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հետ բերել, բայց շատ կարճ ասեմ, որովհետև նախկին թալանչիների հիմնական մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են։ Նաև էլի գործոններ կա կանդրադառնա։